Մենք շատ հաճախ զբաղվելով մանր-մունր օրական այս մեական խնդիրներով շատ դեպքերում մեականները բաց ենք թողնում, իսկ իմ կարծիքով սիրիական այն ինչ որ այսօր կատարվում է սիրիական դեպքերի շուրջ շատ կարևոր է, երևի թե համաշխարհային քաղաքականության ամենակարևոր իրադարձությունն է այսօր եւ շատ լավ է որ մենք ժամանակ գտնում ենք դրա մասին խոսել։ Նախ, քանի որ թեման նոր չի եւ մշտապես դրա մասին խոսվել է, ես չեմ նախապատմություն անդրադառնամ, բոլորս էլ գիտենք ինչի մասին է խոսքը։ Վերջին օրերի ամենակարևոր իրադարձությունը դա այսպես կոչված Հալեպի համար ճակատամարտն է։ Ես դա ճակատամարտ եմ անվանում, որովհետեւ կարծում եմ, որ այն ինչ տեղի կունենա Հալեպում եւ այն թե ինչպես կհանգուցալուծվի Հալեպի իրադարձությունները կանխորոշի իմ կարծիքով այս ճգնաժամի զարգացումը։ Ամսի 28-ից սկսվեցին Հալեպի համար մարտերը, Հալեպի մի քանի շրջաններ ընդդիմադիրների կողմից զբաղեցվել էին եւ երկու օր առաջ սիրիական իշխանությունները, կառավարական զորքերը նախ փակեցին դեպի Հալեպ տանող մուտքերը եւ ելքերը եւ սկսեցին քայլ առ քայլ մաքրել քաղաքը եւ հենց այս գրաված շրջաններից մի քանիսում էլ դեռ մինչեւ այսօր շարունակվում է պայքարը եւ բավականին ինչքան ինձ են հասնում իրադարձությունները Հալեպում գտնվող մարդկանցից բավականին արյունալի եւ բավականին աղմկալի իրադարձություններ են տեղնում այդ թաղամասերում։ Ինչի է կարևոր Հալեպի իրադարձությունները, որովհետև մինչև վերջերս, մինչև այս ամիս Հալեպը զերծ էր ռազմական գործողությունների, Սիրիայում արդեն 1.5 տարի շարունակվում են ռազմական գործողություններ եւ պատերազմական իրավիճակը, բայց Հալեպը 1.5 տարի հաջողացրել էր անվտանգ մնալ եւ համատաբար ապահով լիներ նաեւ այնտեղ ապրող բնակչության համար եւ այդ թվում նաեւ հայերի համար, որոնք այդտեղ գիտեք շատ մեծ թիվ են կազմում։ Տարբերական համենք հիմնականում հենց Հալեպում է կենտրոնացված է։ Ինչի հետ է դա պայմանավորված, Հալեպը Սիրիայի խոշորագույն տնտեսական կենտրոնն է։ Դամասկոսը թեև մայրաքաղաքն է, բայց տնտեսական կյանքում չունի այդ նշանակությունը, ինչ ունի Հալեպը։ Հալեպը առևտրական եւ արդյունաբերական կենտրոնն է, բոլոր կենսագործունեության հետ, նորմալ պետության նորմալ կենսագործունեության հետ կապված բոլոր հանգույցները հատվում են Հալեպում եւ Հալեպը մի տեսակ այդ պատճառով շատ ավելի մեծ ուշադրության էր արժանացնում կառավարության կողմից, ավելի մեծ էր վերահսկողությունը եւ ընդդիմադիրներն էլ հասկանալով թե ինչ դժվարություն կհարուցի Հալեպը գրավելու փորձերը չէին դիտում դրան, այնուամենայնիվ գտնվել է կոմպրոմիսային ֆիգուր, որը կարող է փոխարինել Բաշար Ասադին իշխանության գլխում։ Դա նախկին պաշտպանության նախարար Մուստաֆա Տլասի որդին է, Մանաֆ Տլասը, Մանաֆը Բաշարի մանկության ընկերն է։ Եվ եթե մենք, այսինքն ընդ որում շատ մեծ ընկերական, շատ ամուր ընկերական կապերով էին իրենք նախագահի հետ կապված եւ երբ որ լուրը տարածվեց, որ նա երկրից փախել է, իմ համար դա առաջի պահին ընկալվեց որպես կառավարության կողմից կազմակերպված օպերացիա, այսինքն պայմանավորվածություն կա Բաշարի եւ նրա միջեւ իմ կարծիքով, որ նա երկրից դուրս կգա եւ հետո կվերադառնա երկիր որպես կոմպրոմիսային ֆիգուր։ Սա շատ է շրջանառվում վերջի շրջանում, վերջի մի քանի օրը մանավանդ խոսում են, որ Մանաֆ Տլասը հանդիպել է արդեն Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուի հետ 26-ին ընդունելության տանը հանդիպում է եղել Գաֆնի Անկարայում եւ իբր թե Թուրքիան նույնպես համաձայն է այս տեխնատությանը նաեւ համաձայն են ծոցի միապետություն գտնում է, դե կոնսենսուս կա այս մարդու շուրջ, բայց այստեղ մի հարց կա, թե կոնսենսուս իհարկե ձեռք է բերվել, բայց սիրիական ճգնաժամը այնքան խառն է, այնքան շատ արտաքին խաղացողներ կան, այնքան շատ ներքին թնջուկ այնքան է խճճվել, որ շատ հեշտ է մենք հիմա ասենց ասենք, Բաշարը գնում է գալիս է Մանաֆ Տլասը, բայց շատ հեշտ է ասել, բայց դժվար է դա իրականացնել, որտեղ այնքան մարդիկ են խառնված այս գործի մեջ, այնքան երաշխիքներ, այնքան մարդիկ կան, որոնք երաշխիքներ են պահանջում իշխանությունից հեռանալու համար, կլաններ կան, որոնք երկրի տնտեսական հզորությունը իրեն ձեռքում են կենտրոնացրել եւ գիտեն, որ իշխանության փոփոխության դեպքում կարող են այն կորցնել
Հալեպը միջև վերջերս եմ կրկնում անվտանգ էր եւ առաջ երբ խոսում էի հայերի հետ Հալեպում ապրող բոլորը ասում են չէ նորմալ է ոչ մի բան չկա իրականում մի հավատացեք այն ինչ որ գրվում է այստեղ հանգիստ է բայց վերջի երկու շաբաթը շատ ընկճված են եւ շատերի կարծիքով շատերը նույնիսկ ընկճվածություն այն աշճանի հասնում որ ասում են որ իշխանությունները արդեն իրավիճակին չեն տիրապետում չեն արդեն կորցրել են կառավարումը երկրի եւ չեն կարողանում իրականացնել եւ խոսք է գնում որ պետք է ինքնապաշտպանական ջոկատներ ստեղծել պետք է թաղերը կարողանալ պահել որովհետեւ Հալեպը ասում են որ այս կռիվներից հետո եւ կռիվների ընթացքում անիշխանության շրջանում է եւ բանդաներ կան որոնք նաեւ հարձակումներ են գործում տարբեր թաղամասեր անկախ նրանց հայկական թաղամասեր են թե չէ ուղղակի հայերը որոնք բավականին հարուստ կապիտալ ունեն բավականին բարեկեցիկ եւ վարկավաճ կյանքով են այնտեղ ապրել այնուամենայնիվ միշտ թիրախ կարող է դառնան հարձակումներ եւ դառնում են սա է պատճառը եւ այդ ընկճվածությունը կա եւ այդ ընկճվածության պայմաններում ինչն է կարեւոր հայկական պետությունից ինչա պահանջում հայկական պետությունից ի վերջո հայկական պետությունից պահանջվում է ամեն օր անդրադառնալ այս խնդրին միշտ խոսել սրա մասին բարբերաբար պատվիրակություններ ուղարկել Սիրիա սա գիտեք մեր համար կարող է այդքան կարևոր չլինի մենք ամեն օր լսում ենք չէ այս պատվիրակությունը գնաց մի երկիր մյուսը գնաց լրիվ այլ երկիր մենք չենք պատկերացնում ինչի համար են գնում շատ դեպքերով այնպիսի էկզոտիկ երկրներ են գնում որ իսկ անհասկանալի ինչ կապ ունի Հայաստանը բայց օրինակ Սիրիայում parallel դա շատ կարևոր կլներ եթե մենք շաբաթը մենք ունենանք ինչ-որ մի պատվիրակություն մշակութային, չգիտեմ, սպորտային, կրթական նույնիսկ տնտեսական ինչ-որ պատվիրակություն որ գնար Սիրիա սիրիական իշխանությունների հետ հանդիպեր նաև այդ ընթացքում առիթ կլներ անպայման հանդիպել հայկական համայնքի հետ եւ հայկական համայնքը միշտ զգար որ հայրենիք իր թիկունքում է սա շատ կարևոր է եւ այնտեղի նաեւ հայերը դա միշտ ընդգծում են իրենք միշտ ասում են որ այդ մենք առավելությունն ենք շատ ազգերի նկատմամբ որոնք հիմա Սիրիայում ապրում են եւ այդ վիճակում են որ մենք ունենք հայրենիք եթե այդ հայրենիքի ընդգծումը շատ ավելի ընդգծված լինի դա շատ ավելի լավ հայկական դեսպանատունը այնտեղ աշխատում է դա նույնպես շատ լավ է որովհետեւ եզակի դեսպանատներից է որ մնացել է աշխատել Սիրիայում ռուսական հայկական եւ եւս մի 2-3 երկիր են եւ այս առումով ես կարևորում եմ սա եւ կարծում եմ որ շատ ճիշտ որոշում է ոչ դեսպանատունն է փակվել որ գլխավոր հյուպատոսությունը Հալեպում երկուսն էլ աշխատում են եւ սա նույնպես վստահություն է ներշնչում համայնքին ինչ եմ խոսում այսպիսի թվում է թե վերացական թեմաներից վստահություն եւ այլն ես ուզում եմ մի բան հասկանանք չպետք է մտածենք որ հայկական համայնքը ամբողջությամբ մի օրում կելնի եւ կգա Հայաստան այդ մտայնությունը մեր մոտ կա որ այ մենք վաղը դե մենք բարձր որ այդ ձևի պետք է ընկալենք որտեվ Բաքու ենք տեսել Սումգայիթ ենք տեսել այդ բանը շատ ծանր վիճակում նյութական վիճակում եւ ֆիզիկապես եւ բարոյալքված այդ հոսքը մարդկանց եկել է մենք դա տեսել ենք Սիրիայի դեպքում նման բան չի կարող լինել որովհետեւ նախ առաջին այդ մարդիկ այնտեղ ունեն տասնյակ տարիներով ընթացքում կուտակած միջոցներ, կուտակած կապեր, կուտակած ստեղծած բիզնեսներ, իրենք բնականաբար մի օրում չեն ելնի եւ չեն գա Հայաստան։ Դա առաջինը։ Երկրորդը մենք չպետք է նաեւ շատ քուչապի մատնվենք, որովհետեւ Սիրիան բազմաթիվ ճգնաժամեր է անցել միշտ։ Իսկ Սիրիայի Հալեպի գոնե հայկական համայնքը հազարամյակի պատմություն ունի։ 1000 տարվա ընթացքում բազմաթիվ անգամներ քաղաքը գրավվել է, վերագրավվել է, իշխանությունը փոխվել, հեղափոխությունը փոխվել, հայկական համայնքը մնացել է։ Այսինքն ինքը հայկական համայնքը միշտ գտնում է եզրեր բանակցելու, իշխանությունների հետ լեզու գտնելու եւ այլն։ Եվ այդ առումով նաեւ չպետք է թերագնահատենք մեր համայնքին, այնտեղ կան մարդիկ, որոնք հենց այսօր էլ նույն ընդդիմության հետ էլ ես համոզված եմ, ինչ որտեղ աշխատում են հետագայում, եթե հանգարց լինի իշխանապողություն, ես կարծում եմ որ այդքան շուտ չի լինի, եթե նույնիսկ լինի, իհարկե, բայց եթե նույնիսկ լինի իշխանապողություն, կարողանան որոշակի գարանտիաներ, երաշխիքներ ստանալ։ Բայց իհարկե որոշակի հոսք դեպի Հայաստան լինելու, ես ամեն ինչ որ ասում եմ, էլի բայցով եմ ասում։ Մեծ հոսք չի լինի, իհարկե 60000-ը չի գա մի օրում Հայաստան, բայց իհարկե որոշակի հոսք կարող է լինի։ Հիմնականում այդ հոսքը ում միջոցով, այն մարդիկ, որոնք, չգիտեմ, կին օրինակ հայաստանցի է։ Ես նման բազմաթիվ դեպքեր գիտեմ, երբ որ կին Հայաստանից է եւ ընտանիքով ժամանակավոր գալիս են Հայաստան այս ճգնաժամը, չգիտեմ, վերապրելու եւ անցնելու համար։ Շատերը գնում են Լիբանան, որովհետեւ հենց կողքն է եւ շատ հեշտ է անցնել դեպի Լիբանան եւ Լիբանանում ունեն նաեւ բարեկամներ եւ
հարազատներ, ընկերներ, որոնց հետ կարելի է ժամանակավորապես ապաստան գտնել։ Այս առումով հոսքը մեծ չի լինի եւ առավել եւս որ հոսքը մեծ չի լինի, հայկական պետությունը կարող է այդ հոսքին պատրաստ լինել եւ պարտավոր է պատրաստ լինել, որովհետեւ նույնիսկ ամենափոքր հոսքը որոշակի խնդիր կարող առաջացնել, եւ դու պատրաստ չես։